Ողջույն, Կորզարարալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօրվա մեր սիրելի հյուրն է Նինա Հովնանյան։ Ողջույն Նինա ջան։ Միացյալ Նահանգներից։ Այո։ Նինա ջան, դուք երբ եք եկել եւ ինչ նպատակով եք Հայաստան տեղափոխվել։ Ես հիմնական Հայաստան տեղափոխվեցա 2001 թիվ, բայց 95 թվից մինչև 2001 ամեն տարի կես տարի հոսեի։ Նպատակը այն էր, որ հայրս սկսած էր տուրիզմի զարգացման եւ չէր կարող մեկը գտնալ, որ վարեր այդ ծրագիրը, so խնդրեց, որ ես վարեմ մինչև հիմնական անցումը գտնեն, and ես մնացի գրեթե 9-10 տարի at position-ի վրա, բայց հետաքրքիր է 95-ին սկսել էր հայրիկը Վահագն Հովնանյանը ծրագիրներ մշակել Հայաստանում, այն ժամանակ մեկը չէր հավատում Հայաստանի վրա, այդ ուզում եք իհարկե շեշտենք, այսօրվա էգողը ուրիշ է, 95-ին էգողը ուրիշ է, դուք եկել եք իր հետ ու դուք ընտանեկան որոշում էր ձեր հայրենադարձությունը։ Գիտես, ես դիզայներ էի եւ իմ ամբողջ ցերկի կորձերը եւ այլն 95 թվից ամբողջ Նյու Յորքը գերտար Հնդկաստան երբ որ Կարեկին առաջինը ընդրվեց որպես ամենայն հայոց կաթողիկոս ես եկա իր արարողությունի համար եւ այն adեն ցերկի կորձերը ընում էի Մոսկվա, հադի լրիվ ուրիշ պատմություն, եւ ասա ինչ կորձ ունիս Ռուսաստան, այստեղի ժողովուրդը պետք ունին քեզ, կորձերդ, so հոս եկա, եւ այդ կորձերով սկսա, and խենթանալիք էր, so շատ լավ էր, եւ որովհետեւ շատ ժամանակ հոս անցկացնում էի, այդ արիթով բաբան խնդրեց որ ես այդ մյուս կորձը վերցնեք ձեր վրա։ Սիրահարված էի Հայաստանի վրա։ Գիտեք, ձեր արմատները բաբայի նաև Իրաքից են, չէ՞։ Այո։ Ես վերջերս շատ հաճախ Իրաքից ծնված, Ամերիկա տեղափոխված հայեր են ստեղ նստում, ես էլ եմ հարցնելուց եմ իմանում, ինչքան հայրենասիրություն կա այդ համայնքի մեջ, որ գնացել են Ամերիկա, բարելավել են իրենց վիճակը, շատ լավ թիրքեր ունեն, բայց նաև որոշել են ամենաթժվար դարին են 95, որ Վահագն Հովնանյանը, որ Ամերիկայում է, ինչու պետք է կամ Նինան, ինչու պետք է կա Հայաստան խեղճ վիճակով։ Ինչ էր այդ մարդահրավեր, challenger, ինչն է նպատակը, այն ժամանակվա կալու կարելի է մինչև այսօրվա շատերի պես ասելով, որ լավանա, հետո գկանք։ Նպատակը որ մենք օգնենք լավանա։ Իհարկե, ճիշտ է։ Այս երկու բառը պիտի ավելացնես։ No, երբ որ առաջին անգամ որ եկա 91 թիվեր եւ այդ տարին ես սկսա աշխատել Princess Grace Foundation-ին որ Monaco-ի իշխանուհի ֆոնդն էր Իրանունով որ մշակույթային բաներ օգնեն եւ Հայաստան եկա այդ ամենա ցուրտ մութ ահավոր վիճակ էր եւ այնքան երում էր իրենց կամքը իրենց ամեն ինչը այնքան լավ էր իմ համար որպես մշակույթ դասեր մարդ այո ասի ես ինչ կորձ ունիմ ad volorti match New York for ամեն ինչ արդեն կա իրենք ինձ պետք չունեն you know իրենք ամեն ինչ ունեն բայց Հայաստան պետք ունի իմ նման մարդիկ պետք ունի so արդեն ադեր ամեն ինչով ես որոշել էի որ անպայման պետք է Հայաստան շատ ժամանակ անցկացնեմ Հետո որ ծրագիրը տուրիզմի զարգացման ծրագիրը սկսավ եւ բաբան խնդրեց որ կամ ծանոթացա իմ ամուսինս
ամուսնացա, երեխաներ ունեցա։ Ստեղ ծանոթացաք, չէ։ Այո։ Պատմեք մի քիչ, ինչպես եք ծանոթացել, որով շատ քիչ են գանայք, որ գալիս են ստեղ ամուսնանում են։ Հագարակը ավելի շատ է լինում։ Եկա հետաքրքիր է, որ մարդիկ ամեն ինչ էլ գա այստեղ։ Well, ես իրեն ծանոթացել էի 92 թիվ գրիվի ժամանակ, ինքը զինվոր էր։ Եվ ծանոթացա իրեն այնադեն եւ ես այնադեն փամը չկար, բայց հետո տեսա ես արդեն տուրիզմի զարգացման ծրագիրը սկսած էի եւ նստած էի Արմենիա հյուրանոցի առջև եւ մեր ընդհանուր ծանոթը եկավ ասավ ընկերմունիմ ինքը զինվոր է ուզում եմ որ դուն առնեմ Վահագնի ասի okay well բաբան հոս է ասի no բաբան հոս չէ բայց ես հոս եմ եւ այլն եւ այն օրը ինքը որոշեց որ ես եմ Նույն այդ Մարիոթի արչեվի Արմենիայի արչեվի Well մի քանի ժամ հետո եւ մարտրավ իմ տրան արչեվը that was it Բայց ամուսացանք մի քանի ամիս հետո եւ զույգ երեխա ունեցա Ասված բայ իրենց Yeah Արթուրը հրաշալի մարդ է Yeah Հիմա երկար գանք խոսանք իրենացել ամուսացած չենք այլևս, բայց հրաշալի մարդ է։ Իսկապես հրաշալի մարդ է, ով որ գողքից գիտի, շատ լավ հայրենասերությունը մասին չենք խոսա, արժեքների մասին։ Մեր գաբը այդ Այսինքն ավելի ամրապնդվեց դեր մնալը ստեղ։ Այսինքն եկել եք, կորձը արդեն գտել եք, հայրիկը ասում որ էս գարույցը ղեկավարեք, ամուսնացել եք, արդեն մնացել։ Ինչպես էին առաջին դարիները, մարդ որ գալիս է Ամերիկայից, մեկ շատ տարբերություն է, մեծ երկիր, ասենք զարգացած, ճագերդավոր, գալիս եք ստեղ փոքր, ավելի մանր են ամեն ինչը, շատ բաներ չկան։ Ինչպես է հարմարվում մեկը, որ հիմա ասենք մարդիկ եթե մտածում են, հիմա շատ ավելի հեշտ է օրինակ։ Հիմա շատ հեշտ է։ Բայց դուք ոնց արեցիք։ Oh my god. Well, անշուշտ ամեն մարդ օգնում էին, որ ես հանգիստ լինեմ, բայց դժվար էր։ I think շատ դժվար էր։ Բայց ինքնա մի բան գա որ հաղթարումը բոլորիս համար էլ դժվար էր, բայց նայում ես որ հիմա որ նայում չեմ ասում որ վատ դարիներ էին իմ համար, բայց մի բան գա որ հաղթարումը, ասում ես ես եկել եմ մի բան անելու, ինչպես որ քիչ արագ ասեցիք, մեզ պետք ունի հայրենիքը։ Այդ մեզ պետք ունին ցեզ մոտիվացիոն է տալիս ի վերջո։ Շատ։ Եվ շրջապատված էի մշակույթային մարդիկ, ստեղծագործությունը եւ ամեն ինչը, այսինքն since poker Հայաստանը poker ցակուի պես էր, you know, poker երեխայի պես էր, ամեն ինչը նում էիր որ ընդիրը լինի, you know, ընդիր մեծանա եւ ամեն մանր բանը որ լավացավ ուրախությունը հազար էր, you know Դուք գիսվիկ հետս իմ գարձիկին, որ ես ցեզանից մի քանի տարի հետո եկա, ու ինչու եմ ասում դա, այսինքն ցերեկը կարող է դժվարություններ լիներ, էս լինեն, բայց Հայաստանը անկախությունից մինչև այսօր ոչ մի օր չկա երեգոյան ծրագիրներ չունենա։ Օպերայից բռնած մինչև կոնցերտները։ Ես հիշում եմ, որ ցեզել էի տեսնում, ցեր հայրիկին էի տեսնում, ֆիլհարմոնիա, թատրոններ, մադրոններ, այդ մեզ սնում էր, մեզ թողում էր որ ստեղ մնանք, որով նայում ես որ մենք որ գնայինք հետ մեր երկիրները դրա ոչ մի բանը չէինք կարա տեսնենք, բայց այստեղ քիշերը ուրախանում ես ինչ որ մի պիեսով ու հետո արավոտ ասում ես որ էս ինչ լավ էր երեք ու դենց մեր կյանքը ավելի պոզիտիվ էր շարունակում դու գելեք կիսվում ես կապարը լրիվ գիտես ինչ նույն ավելի հարկի էր այդ մանր բաները այսինքն poker chords-ը մեծ բաներ մեր համար եւ եթե նույն ավելի մեծ բանը տեսնայինք ասենք թե New York այդքան չէի սիրում եւ հարկում ինչքան որ Հայաստանի poker բանը այո այդ արդեն իմն է երգիրը բանը խոսքն է որովհետեւ այնտեղ մերը չի ստեղ մերն է նրա համար poker բաներով ուրախանում ես այնտեղի մեծերով ոչ էլ թե ուզում ես ոգևորվես
Սկացում է, չես կարող բացատրել։ ամեն ինչը Հայաստանը մերն է։ Այո, ամեն ինչը մերն է, ու դա քեզ դալիս է ոգևորություն, որ գնաս առաջ։ Ես էլ եմ միշտ ասում, փոքր ռեստորաններ բացում, շուտով զանգում էին ընկերներից դուրս, ասում են, իմը չի, ոչ կապուն է, բայց ասում շատ գեղեցիկ է, նկարում էինք, ուղարկում էինք։ Այդ բոլորը դան եւ հյուրանոցի տարբերությունն է, որ հյուրանոցը հա լավ է, բայց մերը չի, դունն էլ մերն է, այդ ամենը ճիշտ։ Իսկ մտայնության հետ այստեղի ժողովրդի ինչպես է համագերբվել, հա, մենք դրսից եկած ենք շատ բան կա, որ մեր նման են, բայց շատ բան կա, որ մեր նման չեն։ Այնտեղ կան փախումներ, նեղություններ, թե ասում ես լավ, դա Հայաստանում դենց սովետից մնացած բաներ էին, ընդունում եք։ շուտ բաներ կային, բայց ինձ համար, it was like անցող բան։ The more you know, the more you forgive. Ինչքան գիտես, ինչքան ավելի գներես։ Եվ ավելի, այսինքն ես իրենց մեծ սորվեցա, իրենք ալ ինձ մեծ սորվեցանք եւ իրարու հետ մեծացանք։ Այո։ Ացեվով է։ Mix։ Արևմտահայերեն, արևելահայերեն։ It's an exchange։ Այո, ամենատեպս։ Եվ դուք որ աշխատեցաք առաջին օրվանից, ասում եք 2001-ից արդեն ղեկավարում եք Գառույց։ Այո։ Դուք տեսաք մի սերունդ ու դուք տեսաք հետո ուրիշ սերունդ, չէ՞։ Այդ որ սովետը տեսած է ու հետ որ նոր ծնված, ավելի մեծացած։ Տեսնում եք այդ զարգացումը իրենց բիզնես մտածելակերպի մեջ։ Շատ, որովհետև իրենք բիզնես ծրագիրներ չէին հասկանում, բայց այնքան արագ ընկալում էին եւ շատ ուզում էին լավակույնը ունեին եւ այլն։ Եվ այն ադեն, երբ որ սկսանք 20,000 տուրիստ կար Հայաստան դարեկան, եւ երբ որ ես մեր ծրագիրը վերջացավ 2010 թիվը, 700,000 կար դարեկան։ Եվ շատ professional էին։ Դուք ես հիշում եմ դուք առաջինն եք որ մտածեցիք որ բիզնես բան տուրիստական ինֆորմացիոն դեղ անվճար լինի որ մարդիկ կան հարցնեն ուր ենք գնում ուր ենք քաղաքի կենտրոնում բայց հիմա ամեն ինչ անշուշտ digital է բայց հասկանալի է այո այնադել չկար մարդիկ գալիս են բրոշուր էիք դբում դալիս էիք իրենց բայց ինչքան օգուտ էր անում այդ բայց մենք գայք ունեինք որ պրիստացավ միջազգային մեր տուրիստական գայքը պրիստացավ որ ամենագադարյալները բայց նոր էի սկսում գայքերով այո եւ մեր կենտրոնը multilingual էր զանազան երկիրի լեզուներ գխոսեին շատ լավ սպասարկում էր բոլորը գիտեն աղջիկները ժպտուն շատ լավ սպասարկում էին Նալբանդյանի վրա հիշում եմ ես ով գալիս էր Հայաստան չգիտեր ինչ պիտի անի մենք արդեն չէինք բացատրում ասում էինք գնացեք այնտեղ ու շատ լավ իսկապես շատ լավ էր լավ է հիմա որ TripAdvisor գա on-line-ով ամեն ինչ կարող ես անել ու ավելի garank ավելի շատ անենք այս երկրի համար բայց չգիտեմ ինչի մեր սփյուռքահայերը շատ ավելի մեծ քանակներով չեն այցելում քննադատությունը միշտ գա ու գա գիտեք այդ դուք ինչպես եք բացատրում ծեր նման մարդիկ որ եկան ասեցին ամեն ինչ կանենք որ այս երկիրը լավանա իր թերություններով ու մարդ կա մինչև այսօր դուք 2001 իրենք 2025 չեն ընդունում առաջին այցելության օրից ասում են իրենք մենք ինձ հետ վատ վերաբերվեցին ինչպես այդ փախումը դեղի ունենում ինչպես չկա իրենք եւ մենք կա մենք եթե այդպես պիտի մտածես որ իրենք եւ մենք ուրեմն ավելավե չկաս no ավելի լավ չկաս ավելի լավ որ կաս եւ հասկանաս որ չի կարելի իրենք եւ մենք մտածենք որովհետեւ քու այստեղ լինելը պետք է մշակե նոր մենքմը այո բոլորս միասին այո որովհետեւ ադսևով պետք է պաշտպանենք այս երկիրը եւ պայքարենք որ ամեն օր վտանգ կա որ Հայաստան չլինի so եթե մտածում ես որ իրենք եւ մենք արդեն իրենք շահել են այսինքն մեր թշնամիները շահել են հաղթել են
Ինչքան բաժանեն, ինչքան ավելի Այո. առաջ կգնան։ Եվ այդ բանը գիտես կա բարսկահայ, լիբանանացի, այս դարբեր ծիերը։ Սպիրկում գա, այո։ Դարբեր ծիերը, չէ։ Շատ կա։ Ոնդեղ էլ փախումներ գա, Yeah. բայց վերջը մի սեղանի վրա պիտի հավաքվես։ Մենք հայ ենք, ոչ հայաստանցի կամ թե ծիերը պետք է հանենք եւ ասենք որ մենք ենք հայ։ Այո, շատ ճիշտ եք։ Ու գիտեք, միշտ ասում եմ նվագախումբի բեսա, այսինքն դուք туриզմից եք հասկանում հայաստանցին կարող է քիչ էլ հասկանում, որով սովետի ժամանակ չկար, բայց հայաստանցին էլ օպերայից է հասկանում, ուրիշ բնակավարների մեջ շատ ավելի լավ։ Բոլորս նվագախումբ ենք, մեկը չուտագա նվագում, մեկը տավ չուտագա նվագում, վերջում մի հատ Այո։ օրկեստրա է, որ պետք է բոլորս մեկ նվագելով ցույց տանք, որ մենք աշխարհի համար ինչքան որակյալ ժողովուրդ ենք ամեն բնակավարներում։ Այո։ Իսկ դուք ամուսնանալից հետո երեխեքը ծնվեցին, երբ որյակները հրաշք, երբ որյակները ինչպես էին իրենց ցանկը ստեղ, որը մարդիկ ասում են մեր երեխեքը չեն կարող Հայաստան բերել, ինչա բագասում։ Ինչու Հայաստան չեն գնալ։ Հայաստանը ամենալավ տեղն է որ մեծացնես երեխաներ, որովհետև ապահով է եւ սերով կմեծանան եւ հայասերություն կմեծանան։ Իրենք գիտեն իրենք ով են այս երկիրի մեջ։ Ամեն օր իմ երեխաներս ասում են, «Oh mom, շատ շնորհակալություն որ հոս մեծացան»։ Իսկապես, հա։ Այո։ Մանավանդ որ շատ մեծ չեն, բայց իրենք արդեն հասկանում են, որ արժեքները երկրի Այո, որովհետև հիմա դուրսը սովորում են եւ դարբերությունը զգում են, որ անդերի երեխաները, այսինքն, I don't know, քիչ մթույլ են, բայց Հայաստանի մեջ այդ ընդանական սեր, ընկերական ժողովրդի սերը, դարբեր բան է, ջերմությունը շատ երում է Հայաստան, բայց դուրսը շատ բաղ է։ Ու արևմուտքում հատկապես ավելի բագասում է, մարդիկ իրարից հեռանում են։ Ցավոք սրտի է դա մեր մոդել չեմ ասում որ ավելի շատ է աճում, բայց մնում է այդ ընտանեկան ու ընկերական բանը, որ մեգումը մի հատ բան ասես, քեզ օգտակար կարող է դառնա, երեխատ եթե ջամփանա կարող է դադիկ մոդենա իրանով սպաղվի, ոչ մի վտանգ չես զգում ու դարբեր ուղություններով մարդկանց իսկապես իրար հետ կյանքը շատ ավելի հաճելի է, քան գղզիացած Եվրոպայում կամ Ամերիկայում։ Բայց դարբերություն կա, այսինքն սպյուրքի մեջ որ մեծանում ես, կա բարահանտեսներ, դարբեր գազմագերբված արիտներ, որ մարդիկ հավաքեն եւ ունիս քու օդար կյանքդ եւ ունիս քու հայ կյանքդ։ So հայ լինելը bonus է։ It's like the very best ever. Oh, yes ունիմ ամեն ինչը plus իմ հայ ամեն ինչը։ Հայաստան ամեն ինչ հայ, it's not a bonus. So երեխաներս որ գնում ես որ բարահանտեսներ կան, ամեն ինչ կտեսնաս ինչ է տարբերը, բայց ցավոք սրտին ոնց որ այդ բարահանտեսները եւ այլն չկա։ Քչացել են հիմա նոր սերունդ ընդհանրապես չի գնում։ Դուք խոսում եք ավելի բարձր սերունդի համար, որ մեկ-մեկ կարոդում են գնում են, բայց համոզում են հիմա 20-25 տարեկան երեխաներին շատ քիչ քանակ են անում այնտեղ արդեն չեն էլ գնում բարահանտեսների։ Լիբանանից գիտեմ շատ քիչ քչացել է դոգոսը, ասենք։ Առաջ շատ մարդեր գնում, հիմա հազիվ հազ են հավաքվում զորով, զանգելով, բաներով։ Էսա պիտի գնա ավելի քչանալու սպյուրքը միշտ մեզ ցույց է տվել, որ քչացել են հայրենասիրությունը, ցավոք սրտի հատկապես որ հիմա աշխարհի խնդիրները թե տնտեսական թե բادرազմային, ինչ պիտի խնդրես Սիրիահային, որ երեխան հայ-բայի ուշադիր եղիր, արդեն մարդը մտածում է որտեղ արդակախտի, որ իր կյանքը բարելավի։ Բայց եթե մտածես 100 տարի առաջ, okay, իրենք ավելի մեծ խնդիրներ ունեին, բայց ամեն ինչերին, որ իրենց հայությունը պահպանեն։ Եվ նույն վտանգը կա այսօր, այսինքն միշտ այդ վտանգը կա, որ հայերը պիտի չնչվին։ So հիմա ավելի պետք է աշխատել, որ ամեն մարդ հասկանա, որ ասիկա գանց է։ Հայ լինելը it's a bonus.
Եվ պետք է ամեն ցևով պաշտպանեն այդ հայլինելը։ Բայց ցավոք սրդի գնում է արդեն օդար ամուսնություններու, եթե օդար ամուսնությունները եղան, որով ավելի հեշտ է հիմա առաջ մենք մեր ժամանակները շատ ավելի դժվար էր օդարի հետ ամուսնանալը, որ մարդկանց գարձիկը ուրիշ էր, մի անգամից վադաչքով էին նայում, ծանոթանալը ավելի դժվար էր, բայց հիմա այդքան հեշտ է, եթե ամուսնանում է, հա, լավ կարող է լինի այդ դղան, լավ կարող է լինի այդ աղջիկը, բայց ընտանիքը արդեն հայությունից քոնե մի քանի քայլ հերացած է, ուզես կամ չուզես, ու դենց գնում է, որ մենք քիչ-քիչ մի հավաք անես ցանկացած երկրում, եթե առաջ 100 հոգի էր գալիս, հիմա 40, 10 տարի վեճ 20, 30, մի հատ նայեք մեր համայնքները, չգիտեմ, նույն Իրաքում, Եգիպտոսում, այդ բոլոր գողքի երկիրները, որ Լիբանանում ինչքան քչացած են։ Սպյուրքը այսինքն մինակ Հայաստան եւ Նյու Ջերսի, բայց Նյու Ջերսիի մեջ այսինքն Հովնանյան վարժարանը կա։ Եվ լիքը այս քալդարի պիտի նշվի իրենց 50 ամյակը եւ լիքը նոր ընտանիքներ եկել են ընդեղից այդ պատերազմը ընտանիքներ ստեղծել են այսինքն երեխաներ ամուսնացել են այո եւ այդ հայությունը ոնց որ մենք ես եւ եղբայրս մեծացել ենք հայասեր այդ երեխաները լրիվ հայասեր մեծանում են բայց ուրիշտեղ դժվար է Ինչպես եք տեսնում ձեր այսքան տարի մնալուց հետո ոնց եք տեսնում հետակա աբական ճիշտ է բղդոր բաներ կան, բայց նաև ինչ ունենք անելու բոլորս, որ այս երկիրը ամրանա պետք է սիրեն իրենց երկիրը եւ մնան բայց էգողել չեք ցանկանում որ մարդիկ ավելանանք մենք եթե մենք 91 թվականից մինչև այսօր սպյուրքի 25% կար մենք այսօր 5 միլիոն լինեինք ստեղ չէր լինի ինչ որ եղավ այո եւ բայց տեղացիները որ ասիցի տեղացիները եթե չթողեին եւ մնային maybe 10 միլիոն կլինեինք I don't know Դա ամենատեբս եթե տեղացին էլ որոշ բաժար ունի որ ասում կորտ չունեմ մենք էլ կայինք դրսից այդքան մարդ ունենք որ կարողանալ ստեղ կորձեր ստեղծել ու աշխատացնել այդ տեղացիներին չէին գնա այդ համակորձակցություններ որ չեղավ ցավոք սրտի բոլոր իշխանությունները լուրջ չի վերցրեցին էս հայրենադարձության ծրագիրները որ կոնե հեշտացնեին այդ դրսից քալը ու հեշտացնեին իրենց մնալը ամեն մարդ այդ նախարարության ասենք կամ այդ թեմային շատ ավելի բարձր նայում բոլոր իշխանությունները փոխանակ ավելի ուշադիր լինեին որ ինչքան մարդիկ կարող ենք բերել ու երկիրի տնտեսությունը ինչքան առաջ կգնա նոր ես վերադարձա Դուբայից եւ ես սկսա Դուբայ երթալ 2001 թիվ այն ադեն մեկ երկու բարձր շենքեր կային հիմա քաղաք է ամենը բարձր եւ ադի 20 տարվա ընթացքում այդ 20 տարվա ընթացքում ամեն ինչին որ թրսի ժողովուրդը կան ներդրեն ներդրումներն են երկիրը զարգացնեն ամեն ինչ օրենքները ասում են okay here's օրենքները հոսեն Ըրեք ինչ որ հնարավոր է որ երկիրը զարգանա մենք թույլ տալիս ենք այդ բաները չկային Քոնի ժամանակավոր դաս հետո դառնան իրենք էլ այո այդ բաները ծրագիրներ չեն եղել մինչև հիմա չեն լինում շատ թեթև թույլ բաներ են անում որ ծրագիրներ կան մարդիկ գալիս են ծրագիրներով բայց այնքան իրարու չեն հասկանում կամ թե Բայց նինաջա մենք էլ ենք եկել, մենք էլ ենք իրար չի հասկացել, բայց վերջը արել ենք այդ ինչ որ պետք է ինչն է դարբերությունը մույսը որ ինքը թշկողում է մենք որ եկել ենք այդքան տարի անում ենք Հա բայց այդ դամարը պետք է դամարը մի քիչ ուժեղացնեն որ հասնենք գիտեք ինչ է երկրի համար էլ միշտ ասում ենք այս ծրագրի ընթացքում որ ինչքան մարդ կա ինչքան հարգը ավելի կվճարվի ինչքան երկիրը կզարգանա ինչքան հա գարավարությունները ավելի մեծ ծրագրեր կարող են անել մարդ ա եկել պետք է իրանից ի վերջո հարկ կանցես չէ Գիտես ինչ վախ ինձ թվում է որ վախ կա անզանոթի խաղապարներին
եթե բամը չես հասկանար, չեն հասկանում, ուրեմն թեթևը վախ կա, միջև հասկանան, այդ learning curve-ը 30 տարուց ավել 33 տարուց ավել պիտի դեպի որ հասկացվի որ այդ քալը շատ ավելի լավ է երկրի համար բայց ամենայնտեպս հույսով ենք որ կգա մի օր որ այդ թեման շատ ավելի լուրջ կընկալվի որ համագործակցությունը դրսի եւ ներսի մեջ այդքան գուժեղանա որ մեր այս 3 միլիոնը որը 91 թվականից է դառնա կոնե 4 այո ու կարողանանք այս երկիրը առաջ տանենք բոլորս միասին Well ես լսել եմ որ as Trump-ի ծրագիրներով լիքը հայեր պիտի վերադառնան Հայաստան ուզեն չուզեն Դե շնորհակալություն ասենք Թրամփին Ծեվով, I don't know եթե Հայաստան հետ կան բայց լավ կլինի որովհետև արդեն իրենք սովորել են դուրս ապրելը եւ այդ նոր քաղաքապարտները կբերեն Բայց Թրամփը ուզում է բաները հետ բերի դրանք որ խարտախություն են անում դրանք է ուզում ուղարկի չգիտեմ ուզում եք մեկ այդ մարդկանց որոնք չեն հաջողված որով հաջողվողները արդեն գրանցվել են ունեն իրենց բաները բայց եթե իրենք սխալ ցևով հաջողվել են այդ ուրիշ հարց ամենայնպես ինչ մարդ կա մեզի համար լավ է ուզում եք ասեք այո Շատ ուրախ եմ Նինա ջան, ծեր ընտանիքը նմուշ է եւ օրինակ է բոլորի համար, որ ինչպես կարելի է մեծ ամերիկան թողել կորձերով իր բոլոր բարգավաճ ծեր բիզնեսներով ու կալ Հայաստան 95 թվականից ու մնալ ստեղ ու ամեն ինչ անել, որ մարդիկ աշխատեն ու ծեր կյանքը ստեղ մնա երկրի համար լավ կորձերով։ Հույսով եմ, որ հաջորդ մեր հանդիպման շատ ավելի մեծ ծրագիրների մասին կխոսանք։ Այո, ես հույս ունեմ։ Հաջողություն եմ մաղթում, օրհնված լինի ծեր ընտանիքը։ Thank you. Շնորհակալություն։